Ոչ թե շուրթերի խոսքերով, որ վախենալով մարդկանց պատվիրանքներից վախենալով ստիպված լինեն գործընողներն ասում են այ որ չգա սավատկա որ ես չանես Աստված կպաչի Աստված պատժող Աստված չի Աստված ներող Աստված է սիրող նա մեզ սիրել են ժամանակ երբ մենք մեղավոր ենք եղել կա այստեղ մեկը որ մեղավոր չի եղել ձեզանից ով է հիշում իր անցյալը չեմ էլ ուզում հիշենք միտքեր չկա մտնենք այդ նորից այդ աղբախարներում իմաստ էլ չունի, որտեղ մենք դա ենք եղել ժառանգել ենք այդ Աստծո որդին մեր բոլոր մեղքերը վերցրեց իր վրա եւ մեղքը դատապարտեց իր մարմնի մեջ ոչ թե միայն մեղքերը ներեց, ապա մեղքը դատապարտեց մենք որտեղից ենք իմանում այս բոլորը այդ բոլորն իմանում ենք ավետարանից եթե չլիներ ավետարանը, որ Աստծո ամենաթանկագին նվերն է ողջ մարդկության համար, որ Աստծո կամքն է մարդկության բերկության համար եւ իր միտքն է երկրավոր մարդու համար, նա ինքը իր ծառաների միջոցով գրել է տվես ավետարանը։ Այստեղ նստածներս ոչ մի բանով չեն կարող մեծի ծածկի, շորերով չեն կարող ծածկել, մեզից այսպես խոնարհ պայլով չեն կարող ծածկել, մեզ բոլոր բաներից ծածկողն է, ինչպես Սոկրատ եղբայրն ասեց, անկեղծությունը, երբ անկեղծանում ես Աստծո առաջ, մարդու առաջ կարող է ուժը չպատի, բայց Աստծո առաջ կարող ես, նա հոգի է, նա չի քեզ ցավացնում, նա քեզ չի մեղադրում, նա գիտի դու էդ ես, ինչ պահանջի մեղավոր մարդուց, ինչ պահանջի, երբ մարդու բնությունը մեղանչական է, դրա համար մարդուն չդատեց, ապա մեղքը դատեց իր մարմնի մեջ, որ կնյարինի մեր Տերը։ Ադամն ու Եվան, որ իրանց ծածկեցին թզերի տերևներով, ծածկված մնաց իրանց մերկությունը, սիրելի ամահոգի, անկեղծ եղիր Տիրոջ առաջ, որովհետև մի բան քեզ չի կարող ծածկել, որովհետև մի բան, անկեղծությունը քեզ կազատի բոլոր վիճակներ, որտեղ գրված է, որ ձեր մեղքը ձեզի կգտնի, ուր որ է դա սրտիդ մեջ է դա, բայց երբ անկեղծանում ես, ինչքան շուտ, այնքան շուտ ես ազատագրվում Փառք Տիրոջը։ Հին ուխտում գրված է, որ այրան մեջ է կենդանությունը Ղևտասների թղթում, եւ առանց այրան հոգիների բերկություն չկա, այրուն այն է Աստծո գառի այնուրը, որը սուրբ է, նրա ամեն մի կաթիլը ունի զորություն բոլոր մարդկանց բերկելու համար։ Այստեղ մեզանից բոլորն են, թե մեծերը, թե փոքրերը, թե նորածինները, անգամ արգանդում եղած երեխան, որոնք ընդունել են Տիրոջը, ունեն բերկություն, որոնք հավատացել են Աստծո որդուն, որոնք հավատացել են, որտեղ բերկությունը Աստծո խոսքը լսելուց է եւ նրան հավատալուց է, Փառք Տիրոջը։ Մեծ է Տիրոջ մեծ ողորմությունը։ Ինչպես մեր Սամվել եղբայրը խոսեց, քանի դեռ Հովնադաբը Հովսեայի հետ էր կենդանի ժամանակ, Հովսեա թագավորը նա արդարության ճանապարհի մեջ էր եւ կանոնների մեջ էր եւ այդ քանի դեռ ինքը կենդանի էր երկիրը թագավորությունը խաղաղ ու այդպես ապահովել երբ մահացավ չկար քահանան արդեն թագավորը սկսեց իր մարդկայինով առաջնորդել եւ սպանեցին անգամ տղային բայց մենք այսօր չենք հուսացել ինչ-որ մի քահանայի որը կա երկրի վրա եւ նրա քահանայության ժամանակ մենք ապահով կնենք մենք ունենք քահանայապետ երկինքը Հիսուս Քրիստոս արդարը որ Աստծո որդին է որը բարեխոսում է բոլոր սուրբերի մեղավորների համար նա ոչ թե դատում է ոչ թե միջնորդում է ապա բարեխոսում է մեզ համար եթե դատել ունենեինք անհավատության մեջ կդատվեինք դատողը մեզ համար իր կյանքը դրեց նա որ մեզ պիտի դատեր նա ինքը իրեն դատեց մահացավ Փառք իրան որպեսզի իր մահովը մեզ արդարացնի որտեղ միակ միջոցը իր այրունն էր որ պիտի վերցներ մեր մեղքերը որ Աստծո առջև կանգնեցներ որ կնյարինի Տիրոջ անունը սիրելիներ նա մեզ չի դատում այո շատ կարևոր է անկեղծանանք մենք ով ենք հիշում եք Նաթանայելին հիշում եք երբ Փիլիպոսը ասեց գիտես մենք Մեսիան գտանք նա որին Իսրայելը փնտրում էր գնան նրան որտեղացի է, ասեց ինքը նազովրեցի է, չէ, չեմ հավատում, ասեց նազովրեցիների մեջ քերքը գլխի մարդ չկա, ոնց կարող է նազովրեցը անարգված քաղաք էր, այնտեղ սուրբ չի եղել, մաքուր մարդ չեղել,
Միգուցե Փիլիպոսը վատը զգաց անհարմար էր, որտեղ Հիսուսը լսում էր, ասեց Փիլիպոս, վատ մի զգա, այս մարդը անկեղծ մարդ է։ Ճշմարիտ կասեմ, Իսրայելի մեջ այս մարդու պես անկեղծ չկա եւ նենգություն չկա իր սրտի մեջ։ Սիրելիս, դու քեզ պիտի մատնես, Տիրոջ առարկացես, քո սրտիդ մեջ ճշմարտություն խոսելով։ Քո սրտի ես ես եմ Տեր, ինձ ազատի։ Եվ Տերը հավանություն տվեց Նիկոդեմոսին։ Հիշում եք խաչ վրայի ավազակին, իր անկեղծությունը։ Ինքնուրույն ասեց, այ ընկեր, ես ու դու ավազակ ենք, մեր ավազակության պատճառով խաչվում ենք, դրա մեջ ինչ մեղադրելու բան կա, չանեիք, չխաչվեիք, բայց ես արդարը, ես անմեղը, նա ինչ է արել։ Աստծո առաջնախոս է ճշմարիտը իր անձի վրա, վկայեց դավանեց, որ Հիսուսը արդար է, եւ իր անկերոջն էլ ասեց, որ ես ու դու նույն մարդն ենք, նույն պարագային եղավ փրկությունը, անկեղծությունն ու ճշմարտությունը մարդուն փրկում են։ Բոլոր մարդկանց դժբախտությունը իրենց ծածկելն է, իրենց ծածկել, որպեսզի հանկարծ իրենց փառքը, իրենց անունը չարատավորվի։ Ինչ է մարդու փառքը, ամենախտոտ դատի կտորի նման է։ Մարդը փառք ունի, մի փառք կա, որը կենդանի Աստծոն է, կամ մենք բոլորս գիտենք իսկականից, որ Հիսուս Քրիստոս եկավ մեղավորի համար, մեղավորին փրկելու։ Որտեղից այս ավետարանը մեզի տրվեցավ, որ ավետարանին հավատում ենք, Պողոս Առաքյալը Գաղատացիների թղթում հետևյալն է գրում, երկրորդ առաջի գլխի 11-12 կամարում. Կծանուցանեմ ձեզի եղբայրներ, այն ավետարանը, որից մեկ քարոզվեցավ, թե անիկա մարդու բան չէ, որովհետև ես էլ մարդ է չարի, զանիկա, եւ մեկն էլ չսովորեցա, Առաքյալի նկատում էր, որ չկար այն ժամանակ մեկը, որից սովորեր, որից առներ, հապա ինչ է ասում, մեկն էլ չսովորեցա, հապա Հիսուս Քրիստոսի հայտնությունը, փառք Տիրոջը, որ Առաքյալը այս ավետարանը չի առել մարդուց, չի սովորել, ինչ որ աստվածաբանական դպրոցում կամ Մովսեսի աշակերտ է եղել, կամ Գամաղելի աշակերտ, հապա նա առել է հայտնապես Աստծուց, եւ մենք այսօր աստվածային հայտնության խոսքերը կարդալով, այս խոսքերն են մեր մեջ բերում հավատք։ Խոսքը իր մեջ ունի ներգործելու մեր մեջ աստվածային հավատալու ճշմարտությանը։ Մենք չենք կարող ուղեղով հավատալ, մեր հոգին է ընդունում, երբ Աստծո հոգին, Աստծո խոսքի հետ միաբանված ներգործում է մեր մեջ, որ սա է ճշմարտությունը։ Դրա համար Պողոս Առաքյալը, որ ընթացների եկեղեցու ժողովրդի առաջի հետևյալ խոսքերն է գրում, որպեսզի չկասկածեն եղբայրներ, ձեզի կիմացնեմ այն ավետարանը, որ ես ձեզի քարոզեցի, իմացնում են այն ավետարան շմրի բարի լուր, երկնքից ուղարկած ես ձեզի քարոզեցի, դոր նաև ընդունեցիք, անոր վրա հաստատված եք, քարոզել են, ընդունել եք եւ հաստատված եք, որով կփրկվիք ալ, եթե ամուր բռնեք այն խոսքը, որ ես ձեզի քարոզեցի, միայն թե բարապտեղ հավատացած չնեք։ Սիրելիներ, եւ Պողոս Առաքյալը Թեսաղոնիկեցիների թղթում հետևյալն է գրում, առաջի Թեսաղոնիկեցիների թղթի 5-րդ գլխում հետևյալն է գրում Պողոս Առաքյալը այս օրերի համար, որովհետեւ սատանայի միակ նպատակն է եւ ամեն մի աշխատանք է կատարում, որ մեր մեջ առաջացնի կասկած, անվստահություն, անհավատություն, Աստծո խոսքը արժեքազերկին նսեմացնի եւ սուտ անել Աստծո խոսքին։ Եվ երևույթը մեզի ճշմարիտ անել տա, եւ մենք կրթնենք, ապավինենք երևույթին, իր առօրյական կյանքի բանականությանը։ Եվ այստեղ կարդում են, եւ Պողոս Առաքյալը ինչ խորհուրդ է տալիս եկեղեցիներին, թող Թեսաղոնիկեցիների գլխի 5-րդ գլխի, ու ես կկարդամ 5-րդ խոսքից։ Վասնզի դուք ամենը լուսով որդիներ եք։ Մենք ում որդիներն ենք, լուսով թե խավարի։ Մենք որդիներ են, լուսով թե խավարի։ Մի ժամանակ խավարի որդիներ ենք, եւ խավարի թագավորության մեջ ենք, եւ մեղքն էր թագավորը մեր սրտերի մեջ։ Մեղքը թագավորում էր մեր մեջ, իսկ հիմա ի՞նչն է թագավորում մեր մեջ, կյանքն է թագավորում, ճշմարտությունն է թագավորում, սրբությունն է թագավորում։ Կարող է տարբեր կառույցներ ունենանք, տարբեր հասակներ, տարբեր տարիքներ, մի հուսահատվեք, այն նորածիններ մեծանալու
օրենք կա, ծառի սերն է տնում է սողի մեջ, նա մեծանում է, իշկան մեծանա, բերքը կշատանա։ Մենք էլ հավատքի մեջ կմեծանանք, եթե արմատ կապենք ավետարանի մեջ։ Ավետարանի արմատից սնունդն է գալիս մեր կյանքի մեջ, մինչև վերջի ճյուղը բուսահույտը գնում է կեղևի տակից։ Կեղևը պահպանում է, որ չչորացնի դրսի երևույթները, քամիները կամ արևը, կամ ցուրտը, բուսահույտը գնում է ամենավերջի ճյուղերը։ Մենք այդ ծառի վրա պատվաստված ենք, որ է Հիսուս Քրիստոս որդատունկը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, սիրելիներ, եւ առաքյալը այստեղ ուղղություն է տալիս։ Վասնտի դուք ամենը ուսորորդիներ եք, ցորեկվան որդիներ, ասի մենք անավատ չենք, մեղքի ժողովուրդ չենք, էր սատանայի կամքը չենք կատարում, արդեն գիտություն ունենք, իմաստություն ունենք, առաքինացել ենք, արդեն սովորել ենք ժուշկալ ապրել, աստիճանաբար համբերություն ենք ձեռք բերում, մի հուսահատվեք։ Երեխան էլ որ ծնվում է, մի անգամից չի խոսում կամ ատամներ չի անում, ժամանակն է այդ բոլորը լուծում։ Մենք էլ մնանք ավետարանի մեջ, ժամանակը մեզ կհասունացնի, մնանք ավետարանի մեջ, Աստծո հոգին մեզ կհասցնի կատարել, եթե ամուր բռնենք այն խոսքը, որ ձեզ ասացի, որի վրա հավատացած եք եւ հաստատված ամուր բռնեք, սատանայի նպատակն է քեզ ավետարանի խոսքից պոկի։ Հին առասպելքը շատերը կարդացել եք դուսաբանություն, Ունական, որ գրված է, որ չաստվածների աստվածը Ադամը, և Ադամ եմ ասում, անթեյը հողի չաստվածներ, Հերակլեսը, օդի չաստվածներ, մրցակցություն են անդը ով սուպեր աստված դառնա, համ հողինը, համ օդինը, և պայքարում են, պատերազմում են, Հերակլեսը, որ խելացի մարդ էր, ինչ է անում, անթեյին կտրում է գետնից, նայ որ սնունդ է դառնում հողից կտրվելուց հետո ինքը անզորանում է, Հերակլես սարդում է, այսօր սատանայի նպատակն է քեզ կտրի ավետարանի ակունքներից, ավետարանի, որ ավետարանը ճշմարտություն, կասկածներ է բերում, մտքեր է բերում, որ դու չհավատաս, Տիրոջը Աստծո խոսքը ճշմարիտ է եւ այո եւ ամեն է, ինչից գիտեն, մի բան հարցնեմ ձեզ, ինչ արեցիք, որ Սուրբ Ոգին առաք դուք, ինչ արեցիք, որ ձեր մեղքերը ներվեց, արեցիք, գնացիք խորը զղջացիք, այստեղ բոլորս էլ մեղանչել ենք։ Այդ բնությունով ենք եկել, Աստված չի դատում, թե ինչ ես այդ բնությունով, մենք ժառանգել ենք այս բնությունը մեր նախավորից, Աստված չի մեղադրում, որտեղ մենք դա ենք եղել, մենք ուրիշ բան չէինք էլ կարող անել, եթե ոմանք կիրթ են, կամ կրթություն են ստացել, կամ բարոյական ընտանիքներում են եղել, ինչևից է նորից Ադամ են իրանք էությամբ, մինչև վերստին չծնվեն, նորից նույն Ադամն են։ Ուզում ես համալսարանավարտելի, ուզում ես ակադեմիկ խոսելի։ Սիրելիներ, եւ անփոշտ նպատակն է, որ այստեղ մեզ կտրի ավետարանի խոսքից, եւ Պողոս առաքյալը մեզ խորհուրդ է տալիս վերջին օրերի համար, եկեղեցին ինչով սպառազինվի։ Եսեք Պողոս առաքյալը եկեղեցիներին եւ թեսաղոնիցներին եւ մեզ ինչ խորհուրդ է տալիս, որտեղ դուք ամենը ուսովորտիներ եք, ցորեկան ցորեկվան որդիներ ու գիշերվանը չեք, խավարինը չենք, ուրեմն չքնանանք ինչպես ուրիշները, ապա արթուն ու զգաստ լինենք։ Առաքյալը ի նկատի ունի հոգևոր քունի մասին, հոգևոր քունը նա է, որ դու արդեն զբաղված ես, զբաղմունք ունես, ընկել ես այս նյութական աշխարհի կամ մարմնի հետևից, մոռացել ես քո հոգևոր սնունդը։ Ինչ որ երկրի վրա որոտում ենք, այս մարմնի համար է, բայց ինչ որ ավետարանից ենք ուտում, դա մեր հոգու համար է, որտեղ ավետարանը մեր հոգու սնունդն է, իսկ երկրավոր բոլոր բարիքները, ինչ որ կա, մարմնի համար է։ Հիմա դու պիտի որոշես, չի ասում Աստված, որ մի կեր Հիսուսն էլ անոթեցավ եւ նավի մեջ կերավ եւ աշակերտները ձուկ էր կերավ, խորոված եւ հաց կերավ։ Մարմնի համար Աստված բարիք է, բայց որպեսզի լինես զորավոր, անպարտելի, հաղթական, պիտի դու հոգով եւ խոսքով լցվես, առաքյալը Քրիստոսի խոսքը ձեր մեջ առատապես լցրեցեք, որպեսզի իմաստություն, գիտություն ունենաք, օգտակար եք եւ շատ է եւ պատվիրում է, որ մի գինովցեք այս աշխարհով, չարեն ժամանակները,
մաքուր ժամանակներ չէ, անմիտ մեղեք, անմիտների պես մի քարեք, ապա իմաստունների պես եւ հոգով լեցվեցեք, որտեղ կարող ես լցվել հոգով, եթե ոչ Աստծո խոսքի առաջացնի գալով կամ նստած կարդալով, Աստծո տան մեջ, եկեղեցու մեջ, եղբայրերի հետ ընկերակցելով, թող Տիրոջ անունը փառավորվի, ուրեմն առաքյալը խորհուրդ է տալիս, դուք խավարինը չեք, դուք գիշերվանը չեք, ապա ինչ եք, ցորեկվա որդիներ եք լույսով, այսինքն Քրիստոսն էր կյանքի լույսը, կյանքը անով էր եւ կյանքը մարդուս լույսն էր, եւ մենք ընդունեցինք Հիսուսին հավատքով, նա եկավ մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգին է մեր մեջ պատրաստում այս տաճարը, ավետարանին հաստատել, որ Քրիստոսն ու Հայրը գան մեր մեջ օթևան անեն, Աստծո Սուրբ Հոգու միակ նպատակն է մեզ կրթի դաստիարակի ավետարանի հոգով, ավետարանի խոսքով, ճշմարտությունով, որ մենք դառնանք Աստծո տաճար։ Ինչ եք կարծում, սիրելի մայրեր կամ հայրեր, կուզենաք, որ ձեր երեխաները ձեր սրտերի մեջ չլինեն կամ հանկարծ կիսուրը չտենա իր հարսի մեջ իր տղային, իր հարսի սրտի մեջ իր տղային, ինչքան ծանր կտանի, չէ օտար բան տեսնի։ Աստծո միակ նպատակն է, որ մեր մեջ իր որդուն տեսնի, թեկուզ որդին մանուկ է, բայց իր որդուն, այդ որդին, որը Աստծո պատկերով է, մեր մեջ նոր մարդ է տեսնի, եւ առաքյալի ամբողջ նպատակն է վերստին ծնվելուց, հետո դայակություն է անում Աստծո հոգին, որ մեր մեջ Քրիստոսը ձևակերպի, նոր մարդը Քրիստոսի պատկերով, միայն պետք է, որ այդ մանուկը սնվի աստվածային խոսքով, աստվածային տանը մեջ, աստվածային հոգով, կրթվի դաստիարակի, սա մեր կողմն է, Աստծո կողմը արված է, մեր կողմը տրված է Աստծո կողմից, բոլոր Աստծո պաշտելու պայմանները փառքով, առաքինությունով կանչել է, գիտությունը տվել է, ամեն բան մի նպատակի համար, որ աստվածային բնությանը հաղորդին է, ոչ թե իմաստողությունը մեր շատանա, ոչ թե գիտությունը շատանա, պետք է դրանք, հապա, որ մեր բնությունը փոխվի, որ մենք դառնանք բարիցար, որ ուզենանք չար պտուղ տալ չկարանանք, որ դու ուզենաս վատ բան անել չկարանաս, որ քո մեջ կյանքը ձևավորվի, որ այսօր կյանքը քո մեջ մեծանա, որ այդ կյանքը կարող է սիրել, ներել, Աստծուն հաճելի կյանք ապրել եւ այդպես չի քեզ չի գործադրել տառապել, ներելու, սիրելու կամ տրտնջալու, դրանք արդեն քո մեջ վերացել են, Աստծո ոգին նոր մարդիկ օրեցօր քո մեջ աճում է տալիս ավետարանին հնազանդելու պատճառով։ Այստեղ առաքյալը ինչ է խորհուրդ տալիս մեզի։ Քանզի անոնք որ կքնանան, գիշերը կքնանան, եւ անոնք որ կարպենան, գիշերը կարպենան։ Դրանք ի նկատի ունի թե աշխարհի մարդիկ, թե դրանք անլուրջ հավատացյալներ, որոնք հավատացին Սերնացանի առակի առաջի վիճակի կամ երկրորդ վիճակի մարդիկ են, հապա բուն իսկական հոգևորների համար այսպես ասում, բայց մենք, որովհետև ցորեկվանն ենք, այսինքն Աստծո զավակներ ենք, ճշմարտության որդիներ ենք, որ սիրում ենք ճշմարտությունը եւ Աստծո ճշմարտությունը կյանք է դարել մեր մեջ, ճշմարտությունը գիտենք, ճշմարտությունը ապրում ենք, ճշմարիտ ճշմարտությունը, ոչ թե ճիշտը եւ հավատքի մեստր խորհուրդ է տալիս, որտեղ ցորեկվանը չենք, զգաստ ելնան եւ հավատքի ու սիրո դրա մեր վրա ակնի ու փրկության ուսից ավարտը գլուխնից տնենք։ Երեք կարևոր բան է խորհուրդ տալիս Պողոս առաքյալը հավատացյալների վերջի ժամանակների մեջ, որտեղ դրանից վերում ասում, բայց այն ժամերուն ու ժամանակներուն համար եղբայրներ պետք չէ բան մագրել ձեզի, քանզի դուք ինքներիդ աղեք գիտեք, թե Տիրոջ օրը գիշերվան կողի պես պիտի գա։ Ով գիտի իր տունը գողը երբ կգա, ով գիտի երբ կլինի երկրաշարժ, ով գիտի երբ կլինի պատերազմ։ Աստված Տերը միայն ինքը գիտի, Աստծո խոսքը մեզի հորդորում է, որ զգաստ լինենք, հարատևենք, միշտ մնանք իր մեջը, իմ մեջը զգեցեք, ես ձեր մեջ կգենամ, ինչպես իր մեջը կենամ, իր խոսքը երբ թագավորացնում ես, դու ես օգուտ անում, եւ դու Աստծո կյանքին հաղորդ ես, դու ես երջանիկ լինում, դու խաղաղ ես, ուր որ գնաս հանգիստ ես, անապատում էլ հանգիստ կլինես, քեզ չի կարող խանգարել ուրիշների ունեցվածքը, նրանց կրթությունը, չի խանգարել, որտեղ դու կշտացել ես, դու երկնային հաց ես կերել, երկնային սեղանից ես ուտել, քո մեջ կա խաղաղություն, քո մեջ կա կյանք, կա Աստծո բնությունը, դա սարքովիչ է, դա էական է, Աստծո այդ սերնդորից Վերստին ծնված մարդը մեծացել է, դու անսնունդ ես թողել իր մարդին, չես կերակրում Ադամին իր մարդին, ապա կերակրում ես նոր մարդին, հոգևոր մարդին, նա մեծանում է, Իսահակը մեծանում է, Իսմայելն ու Հագարը դուրս են հետում,
թող Տիրոջ անունը փառվի։ Ձեր վրա հագեք հավատքի եւ սիրո զրա եւ փրկության հույսի սաղար։ Ինչի հավատքի վահանը առաջ է հագցնում, հետո սիրո զրա, հետո հագցնում։ Թող հակառակն աներ, թող սիրոն հագցներ, հետո վահանը հավատքը ինչի, որտեղ սատանայի առաջին նպատակն է ու մեջ անվստահություն եւ կասկած բերի Աստծո ասածին։ Մենք բայց առանց հավատքի անարի։ Նա որ քեզ փոխեց Աստծո հիմքից, դու կմնաս միայն մենակ։ Սիրո հեշտ նա ցեղակ շփրտեն ու սերկությունը դեր կետավերից։ Մի հատ նետ կուղարկեն, բայց վահանը չի թողում հավատքի վանը դեմ ես դնում, նա չի կարողանում անցնել, ով է որ Աստծուն կարող հաղթի։ Աստված է որ տիրակալ է, վերջին պատերազմը նրան ոչ ոք չի, դու հակել ես ավետարանի վահան, Աստծո խոսքը, որով դեմ ես դնում կրակոտ նետերին, եւ դրանից հետո ասում սիրո, այսինքն առաքյալները, որ երկրի վրա ապրում են, նրանք երկու կարևոր բան էին քարոզում, երկու, հավատ եւ հարություն։ Հավատ Հիսուսի վրա եւ հարություն։ Եվ բոլորը ապշում են, ասում են, ես սերմնակաղերը որտեղից են եկել, եւ Քրիստոս հավատն են քարոզում եւ հարություն։ Իրականից, եթե կյանքը մոլոք էս կարճատև կյանքն է, եւ մենք ավարտել ենք բարձր ինչ-որ կրթություն ենք ստացել, ամենագեղեցիկն ենք, մենք ամենահարուստ ենք, իմաստը որն է, որ մեռնենք ու մայից հետո կյանք չլինի։ Իմաստ ունի։ Ուրեմն Աստված մի սխալ բան է արածել է, որ մեզ այս կարճատև կյանքի մեջ, այս իմաստը որն է, այդ ավելի աշխարհայինները ավելի ճիշտ են հաստեմ են, որ նրանք վայելում են մեղք Աստծո բանը, որը մահ է։ Բայց մենք հավատացել ենք անսուտն Աստծուն, որ մերելների ցարություն Աստված, առած Աստված ասեց, ինձ հավատացեք, Աստծո էլ հավատացեք, Հորս տունը շատ բնակարաններ կան։ Կա թե չկան, եթե գնամ, այդ նորից կգամ տեղ կպատրաստեմ եւ ուր որ ես եմ դուք ելնում։ Մենք հավատում ենք հավիտենական կյանքին։ Մենք հավատում ենք մերելների հարությանը։ Մենք հավատում ենք որ Հիսուս Քրիստոսը այս բոլոր աշխատանքը կատարել, որ երկրի վրա եղած սուրբերին իր հավիտենական փառքի մեջ մտցնի։ Ասենք փառք իրան, եւ նա գին է վճարել դրա համար։ Եվ այդ գինը Աստծո որդու փառավոր այրուն է, որը խոսում է, ոչ թե չարախոսում է, ոչ թե հավելի այրանպես, ապա բարեխոս է որ Աստծո այրունը բավարարում է որ Աստծուն։ Հայր Աստված իր որդու այրունով ընդունում է։ Երբ Հակոբ նահապետը առաջի ոտքը դրեց, որ գնում էր արդեն իր մոր ասած իր հայրերի երկիրը, գրված է, որ նա ճանապարհին քնեց եւ իր գլուխի տակ քարեր դրեց, երբ արթնացավ հիշեց երազը, որ մի սանդուղ էր դրված երկրից դեպի երկինք եւ Աստծո իշտակները բարձրանում իջնում են եւ ինքը կոչեց այդտեղ Աստծոտում, որտեղ Աստծո իշտակը խոսեց, սա կոչեց Աստծոտում։ Աստված այսօր չուզում քարերի մեջ ապրի, Աստված փայտի մեջ է չուզում ապրի, Աստված ուզում է իմուկու մեջ ապրի, ով կուզի իր երեխան ապրի մայի մեջ, ինչ-որ փողի մեջ, ամեն ծնող կուզի, որ իր երեխան իր մեջ լինի, ինքը երեխայի մեջ լինի, կին ամուսնու մեջ, ամուսինի կնոջ մեջ, եւ այսպես ներդաշնակ ընտանիք։ Արդյոք մենք Քրիստոսի մարմինն ենք, լավ իմացեք, սատանայի նպատակն է, որ այդ մարմինը չկազմվի, իհարկե կամտելի, եթե ձեր մարմինը մի որից է մասի մի ասեղով կպնեն, ոչ մարմինը զգում է, ցավը թե չզգում է, չէ՞։ Բա եթե Աստծո զավակներից մեկն մեկին կպնեն, Հիսուսը զգում է թե չի զգում։ Բա գրված իմ զավակներից մեկն մեկին կպած, իմ աչքի բիբին կպած։ Բայց եթե զավակը խախտել է կանոնը, որ ձեռքը թող է գնացել է, ծնողները ամուր են բռնում երեխայի ձեռքը, որ չփառնեն։ Երեխա ջան, հեռու մի գնա, վտանգ կա, երեխեն գնում է, մենք է շատ անգամ, Աստծո դրախտային այգուց հեռվում սարքովի ծաղիկներ եք դնում, թվում է թե եթե բնական են, ու հետո հասնում դերում ենք, որ եթե սարքովի ծաղիկ է, որ չկա մեջը։ Մենք Աստծո ներկայությունը շատ անգամ, Աստծո տունը փոխում ենք այս աշխարհի ունայնություններով։ Փառք Տիրոջը, մենք Տիրոջ տան մեջ ենք, Տերը երբ գալու լինի իր աստվածային փառքով, ուրեմն այսօր ամուր բռնենք այդ հավատք, հագնենք հավատքի դրա, որտեղ գալիք օրերը չար են, նետեր պիտի կան մեր վրա։ Այսօր ժամանակն է, որ եկեղեցին սպառազինվի աստվածային խոսքով եւ սիրո մեջ առատանա։ Իմ սրտում կա կարճ խոսեց սիրո մասին, որովհետև երբաները շատ խոսեցին, ինչի որովհետև սերն է, որ այսօր պահում են եկեղեցին։ Իսկ սերը որտեղից է առաջ գալիս։ Որտեղ իմ ասենք սեր դուր, ճիշտ առաքյալները գրում են աղոթում են ձեզ, որ ձեր սերը օրեցօր առատանա, շատանա եւ իրարու սիրեք։ Սերը երբ եկա մեր մեջ։ Մենք սեր ունենք սեր նյութական աշխարհի սեր, մարմնի սեր, կանանց հետ կապված կամը, դա սերեր, որ էլ Աստված դրել։ Ամեն ինչի մեջ Աստված կենթանիների մեջ էլ է սեր դրել, բայց մի սեր կա անշահախտիր, որ Աստծո սերն է։
այդ սերը անշահախնդիր սերը, հիմա մենք որ իրար սիրում ենք, շահից եք սիրում, ոնց եք է, հետո դրեց մեր մեջ, ով ենք, տարբեր մարդիկ եք, տարբեր ընտանիքներից, մի անգամ հիշում եմ Չերմուշկայում, մի տատիկի թեթը մտածեցում էի, արավ տատիկ անցում պտաների, այնտեղից քույրերն ասի Գյորգ Կեպարյան 21 գորգայի մեջից տղաներ ասում են լտե իմ ազգանը Բաբուջան է, ասում են լտես այդ Բաբուջի պարավի մեջ ինչ է գտե մտել է։ Ես մի 40 տարի առաջ գողեր էին, օրինական գողեր են ասում, Տիբեթի տետրագին մոտեցա, այ Բաբուջասին, այդ պարավի թևի մտել է, ուրախ հետ մեր ոսորտը ես մի, ասի նա իմ քուրն է Աստծո աղջիկ է, ոնց ասի նա երկնային աղջիկ է, իմ քուրն է, ասեց գգաս մեր մոտ կխոսած, վաղը մենք հավաքվելու ենք, ասի արիտ է որ կլինի գգամ, մենք հարազատ ենք, մեր հարազատությունը երկնքից է, մարմնից չի, մարդուց չի, Հիսուսի այրունից է, մենք այրան խաչի տակ ենք հարազատացել, մենք մի օր զավակներ ենք, մենք մի մարմին ենք Քրիստոսով, և սատանայի նպատակն է, այդ հոգևոր մարմինը չձևավորվի, մեզ առանձին բարձրացնի, մեզ առանձին դիտխոսներ տա, որ մենք փառավորվենք առանձին, բայց այդ մարմինը չկազմի, մարմինը կազմի և բոլորս խոնարհվում ենք։ Երբ խոնարհվում ենք ավետարանի առաջ եւ ամեն փառքը դնում ենք Տիրոջ ոտերի տակ, մեր ճակերտների մեջ եղած փառքը այն ժամանակ ձևավորվում է մարմին։ Եվ մենք իրարով ուրախանում ենք, իրարով բարձրացնում ենք, սա արդեն մարմինն է, որ ավելի ուրախանում ենք իմ եղբորով, որտեղ օտարը չի նույն մարմնի անդամն են։ Մենք Քրիստոսի մարմին ենք, մասնավորապես Սուրբ Տաճար եւ իր հարսը Այսօր հարցը պիտի ինքը ինչ անի, իր վրա աշխատանք կատարի եւ ասма եւ սիրով զրահարկեք եւ փրկության լույսից արտը։ Ինչպես է առաջանում սերը մեր Արդ գրված է Հռոմեացիների 5:5 եւ Աստված իր սերը մեր սրտերի մեջ ինչպես դրեց Սուրբ Հոգու միջոցով։ Մենք սեր չդառնանք։ Գործ կարակերություն կարդան եւ Սուրբ Հոգին իջավ Պենտեկոստորը հազարավոր մարդիկ մեկացան։ Մեկը չէր ասում ես իմ ունեցվածն է։ Բոլորը հասարակած էր, միտեղ ուտում են, միտեղ էլ հագնում, և պակաս ավոր եվողին տալիս են ինչ-որ պետք է, ով արեց այդ բոլորը, Աստծո Հոգին մեր մարդկանց սրտերի մեջ սեր դրեց և ադամական բնությունը զիջեց իր տեղը նոր բնությանը, երկնային բնություն մտավ, ինչպես մանկապարտեզի երեխեքը, իրանք եսը չունեն, իրանց պարկը չունեն, կանպետը ծծում են, եկը դնում են, քուրը դու ծծի։ Դե մենք իշքան հաչելի է տերներում, որ այդ հասակին, որ մենք, եթե դարձի չկարկեց երեխաներին չնմանվեք, բնավ որս երկնենակաշում։ Աստծո հոգաշատանդ է, որ եկեղեցին ձևավորի, եկեղեցին, որ մեկացավ, հզոր կլինի, և եկեղեցին է, որ աշխարհի վրա ապտեցուս տա, ումը Հիսուս Քրիստոս, որտեղ մենք իրանք մարմինն ենք մասնավորել։ Եվ Սուրբ Հոգին հաղորդան, բայց Սուրբ Հոգին գալով մեր մեջ, սերը բերելով մեր մեջ, մենք սեր չդառնանք, ընթացք է գնում, ինչպես է ծառի վրա ծառիկը ծաղկում, սերմը, այս սերմը բուջուր վարդի սերմը կսում է սողի մեջ, որ չես տենում մեջը ինչ գույնի վարդը, ինչքան թերթիկա, ինչքան չգիտեմ կոկոն կդա, բայց այդ սերմի մեջ կյանքի օրենքը կա, Աստծո խոսքի մեջ Աստծո բնությունը կա, դու կեր այդ բնությունը ցանի սրտիդ մեջ, այս թե ցանի այդ խոսքը եւ Աստծո Հոգին կներգործի, Աստծո սերմը կբացվի եւ իր հատկանիշները կերևա եւ օրեցով սնդելով այդ վարդը կմեծանա, ըստեղ առաջ ռակետի գործարան էր, ես ինչ էր տանկային դիվիզիաներ էր, հանեց մեր սիրտը, Ադամի սիրտը հանեց, խաչեց եւ մեր մեջ բերեց իր սիրտը դերեց Սուրբ Հոգու միջոցով, թող Տիրոջ անունը փառավորվի, Աստծո նպատակն է, որ այսօր եկեղեցին սիրո մեջ խորանա եւ առաքյալներ եւ Հիսուս մի պատգամ ունեն, մեկս մեկ սիրել չեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սերը գալիս է Աստծո հետ հաղորդակցվելով, սերը գալիս է Աստծո խոսքի մեջ հարատևելով, հավատքի աճերի միջոցով Պողոսը գրում է, ձեր սերը օրեցօր իրար վրա ավելանում է, սերը շատանում է, երբ մնում է սիրել, երբ դու Մովսեսը 40 օր մնաց Սինա լեռան վրա, Մովսեսը որ իջավ, Մովսեսն էր թե ուրիշ մարդ էր, Մովսեսի երեսին նայել չէին կարողանում։ Այդպես չի, երեսին քով գցեցին, ինչի որտեղ նա սրբացել էր, ումն էր մոտեցել, որ սրբացել էր, մոտեցեք Աստծոնակը մոտենա ձեզ, այսօր ժամանակն է, որ ավետարանին հաղորդ լինենք, որ ավետարանի կյանքը մեր մեջ ներթափանցի եւ այդ խոսքերը մեր մեջ կյանք դառնան եւ մեր բնություն դառնա աստվածային բնություն, որին այս աշխարհը չի կարող խախտել, մեծ յանիկը, որ ձեր մեջ է, քաստյանիկը, որ աշխարհի մեջ է, եւ Աստված այս վերջին օրերի մեջ ուզում է, որ իր եկեղեցին հավատքի եւ սիրո զրահակնի,
որտեղ գալիք օրերը մի հատ խոսքը շփրտեն քեզի խախտվես տեղից իսկ եթե հակածել ես այդ դրա իսկ եթե կարոտ ունեն հասարակ խրատի ժամանակ շատերը չեն դիմանում խրատ ես տալիս բարի խրատ ինչ ես խոսում ամեն անգամ խոսում ես վրես ես ինչա դու գնա քեզի նայի խրատ ես տալիս բարի խրատ եք չի կարում ընդունի ինչից է կառույց չկա նա ուղղակի մատերիալ է հավաքի գիտություն է հավաքի բայց կյանքը բացակայում է մեջի եւ որտեն ասում ես եկա որ կյանք ունենակ եւ առավել կյանք Ստեփանոսը որին քարկոծում են որին թքում են որին ատում են Ստեփանոսը չէր ատում նա բրուսներես չերան ապա աղաղակում էր ծնկի էր գալիս ասեր Հարկ էր տալիս Աստծուն, տեսնում եմ Հայր Աստված եւ Որդին Հիսուսը, որ Աստվածը աշխ։ Որտեղից Ստեփանոսին հետ կյանքը։ Որտեղից Սեդրակ Միսակապետը հետ կյանքը։ Նրանք հավատքի գալուց հետո հարատևեցին հավատքի մեջ։ Նրանք աճեցին, սնվեցին, Ենովկի պես քայլեցին Աստծո հետ հովի, Նոյի պես քայլեցին Աստծո հետ։ Նրանք հավատքը պայեցին, որտեղ առանց հավատքի դու չէ Իսկ Աստծո խոսքը ներգործում է քո մեջ, որ սա է ճիշտը, ավետարանն է ճիշտը։ Եթե դու չես հավատում, դու սուտ Աստծուն սուտ ես անում։ Աստված անսուտն Աստված է, նա խոստացել է մեզ, նա երդվել է մեզ, նա նմանապես այրուն է տվել, որ 3 հաստատություններով չկասկածել, նա խոստացավ Աբրահամին, նա երդվեց իր անվա վրա եւ իր որդու այրունը ցույց տվեց։ Այդ այրունը իմ ու քո համար է տվել, այդ այրունը խոսում է այսօր։ Թողորտնյալ լինի մեր Տիրոջ փառավոր անունը, սիրելի քույր եղբայրներ, մենք իր զավակներն ենք եւ վերջի ժամանակներում Իսկապես Պողոս Սարաքյալը տեսեք շատ թղթեր է գրել, լեզվի մասին գրել է Հակոբոսը, հավատքի մասին գրել է Պողոս Սարաքյալը եւ մարգարեությունների հայտությունները գրած են, բայց սիրո համար մի հատուկ գլուխ է տրված։ Կարդացել եք այդ գլուխը, սիրո գլուխը։ Մենք որ երեխա էինք հավատքի մեջ, բոլորս պարգև էինք ուզում, պարգև։ Տեսիք, երաս, էդի երեխայական շրջաններ։ Երեխեքին կարաս խաղալիքով խաբես, չէ՞։ Չէ խաղալիքներով երեխեքներ խաղում են, ինչ խաղալիք տաս խաղում են ձերից առնես լացում են։ Հիմա հասկացան, որ դրանք այդ ժամանակ են, բայց հիմա ինչ է մեզ պետք։ Ինչ է մեզ պետք, այսօր ինչ կառույց ունենանք։ Մեր հավատքը աճի, հավատքը հաստատվի, որտեղ հավատքին է, որ աշխարհը չկարող է։ Ինչն է, որ աշխարհի քաղտի, ինչ է, ձեր հավատքը, օրհնյալինի հավատքը, հավատն է հաղթում աշխարհին։ Որ հավատքը, Աստծո հավատքը, Աստծո խոսքի վրա հիմնված հավատքը, որին հաղթող ուժ չկա։ Եվ սերը, որ վերջի ժամանակների մեջ եկեղեցի պիտի ավելի մոտենա Տիրոջը, ավելի խոսքին, ավելի աղոթքի տեղ տալու, որ այդ սերը մեր բարձրանա։ Մի ճանապարհ է, առաջինը, հարատևել Աստծո խոսքին, տեղ տալ Սուրբ Հոգուն, մի տրտմեցնեք Սուրբ Հոգուն, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Որ հարցը կիսուրին չլսի կամ կեսրարին կամ կիսուրը հարցին անարգի, խաղաղություն կլինի։ Մենք պետք է չտրտմեցնենք, իսկ եթե տրտմեցնենք, պիտի զղջանք։ Այն մենք անսխալ մի Աստված է, բայց որ սխալվելուց հետո չկա կոտրվածություն, սա է վտանգավոր է։ Բոլորը սխալվում են, մարդիկ անսխալից հետո զղջում են։ Զղջում են, բայց ուժ չունեն կոտրվելու, գնանք դեպոտեր ասեն, մեղանչել են։ Գիշերը հանքունա Քույրիկ ջան, ես անշնորհքություն արեցի։ Ամուսին ջան, ինչ անեմ, բախտը չբերեց ինձ պես անշնորհքի ձեռս ընկել, ներիր ինձ։ Մի հատ կոտրվելուց հետո խաղություն է մտնում տանը մեջը։ Իսկ որ չի կտրվում, թշնամուճապատը հաստատվում է։ Արիվը ձեր վրա մարիմ չմտի, սատանային տեղ մի տվեք, խոստովանի։ Աստված տվել է բոլոր պայմանները։ Կեղտոտվել ես գնալ բացվի։ Օջար կա, Վերջը ջուր կա, մենք էլ որ նկարանում ենք, շուտ Հիսուսի խաչին հետա, դեր առաջինը սեղանի վրա զոր ես մատուցանում դնում ես, շուտ մի հատ գնահաշտվի եղբորդ հետ, տանետ որպիսի խաղաղությամբ լինի, թողորտնյալ լինի Տիրոջ անունը Տերը, ասում են, բնավ մեկին պարտական եղեք, բացի ինչից, բացի սիրելուց, բնավ մեկին պարտական եղեք, իսկ սերը իրենը չի պատվում։ Սերը իրեն, սերը իշկա, սերը ուրիշի խնդակից է ուրիշի հաջը, իշկան լավ է գրում կործածների 10 գլուխ առաջի, ենտես բան, թեկուզ մարգարեություններ ունենակ, լեզուներ խոսակ բոլոր ազգերի, հայտնություններ ունենակ, գիտություն ունենակ, հավատներներ տեղափոխել, բայց սեր չունենակ, անգամ էլ անձդ որ այրելու տաս, ունեցված տել աղքատներ տաս, բայց սեր չունենաս ոչինչ ես, ոչինչը գիտեք ինչ է, մեկին որ ասեն ոչինչ, ումն ես ասում ոչինչ, ինձ ես ասում ոչինչ, Եսը վիրավորվում եմ, թող Տիրոջ անունը բարուվի, ժամանակն է, որ առաջինը աղոթքի և Աստծո խոսքի տեղ տանք և խնդրենք, որ Տերը մեզ
իսկապես ուժ տա մեր վրա այդ ծանրությունը վերցնի իր այրունը այսօր սրբի մեր վրա եղած բոլոր ախտերը հավատանք իր այրան զորությանը անկեղծորեն բերենք մեր սրտերի իր այրանը եւ Աստծո հոգին իշն է մեր սրտերի մեջ եւ Աստծո խոսքը մաքրի մեզի դուք մաքրեք այն խոսքը որ ես ձեզ ասել եմ այդ խոսքը կմաքրի մնում էստեղ հավատք եթե չենք հավատացել խենք եք էստեղ մեզ իշն է բեր էստեղ Աստծո սերը հավատն է բեր էստեղ աշխարհը ամեն ինչին կարող հաղթել մեն հավատքի չկարող հաղթել Հավատքին չի կարող հաղթել, որտեղ հավատքը հնարավոր չի, Լազարոսը հոտած է, քուրնաս բախր հոտած է, չի ասма աղբերը թարություն պիտի առնի, ոնց ասма հոտած է 4 օրվա, շատ անգամ մենք հավատքին իջեցնում ենք ցած, որ երևույթը դրեն վրեն, իսկ այդպես արեցին ամբողջ Իսրայելին հավատքը չոքացրին, ուրեմն հավատ չէ որ իջավ, ճշմարիտ հավատքը չի պարտվում Սարգովի հավատն է պարտվում, գաղափարային հավատն է պարտվում, բայց ճշմարիտ հավատքը, որ մարմին է դարել, նա վերևն է, միշտ հաղթում է։ Եվ Դավիթն եկավ Գողիաթին տեսավ, ինչ էր Դավիթի ձեռքում, ինչ կար նրա ձեռքը, պարսատիկ, պարսատիկի մեջ ինչ կար, 5 հատ գայլախաս քար, եւ այդ քարերը նենց պատահական քարեր էր, նա գիտեր օրինաց 5 գրքերը, նա պատահական մարդ չէր, նա իր դեմ իր ուժով չէր կրվում, նա իր մեջ ուներ ավետարանի խոսքը, հին ուխտի, նա ուներ օրինաց գրքի բոլոր համարները, նա այդ Ուղարկեց իր Սուրբ Հոգին տարավ Գողիաթի ճակատին։ Այսօր այդ նույն թշնամին մռնչացող արյունը գալիս է մեր վրա։ Ինչ պիտի անենք, ավետարանի խոսքը դեմ դնենք իր առաջ։ Սատանային դեմ դրեց Հիսուսը անապատի մեջ փորձան ժամանակ այսպես է գրված։ Այսօր մեզ պետք է լսենք ավետարանով, ավետարանը դառնա մեր առօրյա հացը, այս երկնային հացը ուտենք, այն մեզ պահողը հացն է։ Երեխային պահողը որ կատն է։ Ոչ թե երեխան է կատին պահում, կատն է պահում երեխային։ Ոչ թե մենք ենք պահում մեզի, ապա խոսքն է պահում, դրա համար Դավիթն ասում է. Ես խոսքն իմ սրտի մեջ պահեցի, որ չմեղանչեմ։ Կանգնենք հավատքի Տիրոջ առաջ սիրելիներ։